Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար։ Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, որակելով այն ծայրից ծայր սուտ։ Գործի փաստական հանգամանքներին չենք կարող անդրադառնալ նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին։ Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է կենտրոնի դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը, գրել է փաստաբանը։ Վաղ առավոտյան քննչական կոմիտեի քննիչները խուզարկել էին Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի բնակարանը ու նրան ձերբակալել։ 21 TV News-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնել էին, որ ավելի ուշ կներկայացնեն պաշտոնական հաղորդագրություն։ Tam tersine ümmetin zenginliğinin kaynağı olarak görmek Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, հայտարարել է Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանի ընթացքում։ Նրա խոսքով Անկարան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության հույս ունի։ nasıl gelişeceğimizi Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև եւ անկեղծ խաղաղություն, Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան, հայտարարել է Քուրթուլմուշը։ Руководство Армении говорит о Մոսկվան շարունակելու է երկխոսությունը ու կապերը Հայաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Հայաստանն ու Ռուսաստանի ղեկավարությունը այժմ կանգնած են խաչմերուկում եւ խոսում են զարգացման հետագա ուղղընտրության մասին։ Մեզ համար դա կարեւոր է, քանի որ դարեր շարունակ երկու երկրները եղել են հարևան ու եղբայրական պետություններ, նշել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բազմաթիվ ընդհանուր գործեր, ուստի երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևի ընդունումը ժամանակավրեպ եւ անիմաստ էր, իսկ դրան աջակցած սենատորները այդպիսով օգնություն են ցուցաբերել միայն Վաշինգտոնի հակառակորդներին։ Այս սենատորները միայն բարդացրել են իմ աշխատանքը, բայց ես կհաղթահարեմ, այսպես թե այնպես, որովհետեւ ես միշտ հաղթահարում եմ։ Չորեքշաբթի Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է Վաշինգտոնին տալ գործնականում ամեն ինչ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ հարգանք ցուցաբերելով Միացյալ Նահանգների եւ նրա նախագահի, այսինքն իր նկատմամբ։ Ամերիկացիներն աջակցում են Իրանի նկատմամբ խիստ քաղաքականությանը եւ միջուկային զենք չստանալուն։ Փենսիլվանիայի այցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ռազմական գործողությունների ֆինանսավորման հնարավոր ավելացման մասին հարցը։ Պատասխանելով CNN-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքացիները բնակչության ֆինանսական դժվարությունների ֆոնին աջակցում են հավերժական պատերազմի համար 80 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ծախսերին, Թրամփը նախ քննադատել է հեռուստաալիքին, ապա պատասխանել. Մեջբերում, նրանք ոչ միայն աջակցում են դրան, այլև պահանջում են, որովհետև թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ուզում եք խնդիրներ տեսնել, նրանց միջուկային զենք տվեք։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում Իրանի հետ։ Նրանք ջախջախված էին եւ մենք նրանց հետ գործարք ենք կնքում ու կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ առաջ կգնա։ Մեջբերման ավարտը։ Իրանն ու Օմանը Մասկատում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Այս հանձնախումբը պետք է քննարկի Հորմուզի նեղուցի նավարկության նոր կարգը, մատուցող ծառայություններն ու հնարավոր վճարների ներդրումը։ Կողմերը վերահաստատել են նեղուցի տարածքային ջրերի նկատմամբ իրենց ինքնիշխան իրավունքն ու կառավարման նոր մեխանիզմների մշտական մտադրությունը։ Մինչ այդ այս ռազմավարական ջրուղով նավարկության համար տարանցիկ վճարներ երբևէ չեն գանձվել։ Ուշագրավ է, որ Օմանի արտգործնախարարն ընդամենը 1 օր առաջ էր հայտարարել ազատ եւ անվտանգ անցման սկզբունքին իրենց հավատարմության մասին։ Վճարովի հիմունքներով նավարկությունը կարող է լրջորեն սահմանափակել ազատ տեղաշարժն ու լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ միջազգային առևտրի համար։ Մասուդ Փեզեշքյանը ներկայացրել է պետության արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունները։ Նա պատրաստակամություն է հայտնել սերտացնել կապերը իսլամական երկրների, այդ թվում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ։ Տարածաշրջանային անվտանգության այս տեսլականը նպատակ ունի ստեղծել միասնական ճակատ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս համատեքստում Փեզեշքյանը վերահաստատել է Վաշինգտոնի հանդեպ ունեցած իր խորը անվստահությունը։ Տերանը խոստացել է հարգել ստանձնած պարտավորությունները միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները չշեղվի համաձայնեցված շրջանակից։ Այդուհանդերձ Իրանի նախագահը կտրուկ բացառել է բալիստիկ հրթիռների ծրագրի շուրջ որևէ քննարկում, այն համարելով երկրի անվտանգության անձեռնամխելի մասը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման պատմական ռեկորդի մասին։ Նախորդ օրն այս ռազմավարական ջրուղով անցել է 19 միլիոն բարել հումք։ Սպիտակ տան ղեկավարն այս ցուցանիշն ու վառելիքի էժանացումը կապում է Իրանի հետ ձեռք բերված նոր համաձայնությունների հետ։ Ըստ Թրամփի, Թեհրանն արդեն անվերապահորեն համաձայնել է իր միջուկային օբյեկտներում իրականացնել անժամկետ եւ խիստ ստուգումներ։ Իրանի ապասառեցված միջոցները կփոխանցվեն բացառապես ամերիկյան վերահսկողության տակ գտնվող հատուկ հաշիվների։ Այդ գումարներով Թեհրանը կարող է գնել միայն Միացյալ Նահանգներում արտադրված սննդամթերք եւ դեղորայք։ Այդուհանդերձ նախագահի այս լավատեսական պնդումները դեռևս կարիք ունեն փաստացի հաստատման եւ միջազգային արձագանքի։ Միացյալ Նահանգներում անցկացվել է ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանական համակարգի առաջին փորձարկումը։ Այսօր ոսկե գմբեթ Ամերիկայի համար նախագծի առաջին փորձարկումն անցավ լիակատար հաջողությամբ եւ ինձ համար պատիվ էր դրան անձամբ ականատես լինելը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսետը։ Նա եւ Պենտագոնի գլխավոր տեխնիկական տնօրեն Էմիլ Մայքլը մասնակցել են լազերային եւ միկրոալիքային զենքի ցուցադրությանը Նյու Մեքսիկոյում։ Ոսկե գմբեթ Ամերիկայի համար պաշտպանական համակարգի ընդհանուր արժողությունը գրեթե 175 միլիարդ դոլար է։ Այն իր մեջ ներառում է այն նույն հրթիռների տեսակները, որոնք օգտագործվել են Գազայում։ Փարիզում տիրող անոմար շոկի պատճառով Էյֆելյան աշտարակի մուտքը այցելուների համար շուտ է փակվել։ Օդի ջերմաստիճանը Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում գերազանցել է 40 աստիճանը։ Սա անակնկալի է բերել եւ հուսահատեցրել բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն նրանցից շատերը նշել են, որ որոշումը հասկանալի է չափազանց շոկ եղանակի պատճառով։ Էյֆելյան աշտարակի տնօրինությունը տեղեկացրել է, որ չեղարկված տոմսերի գումարը կփոխհատուցվի։ Իսպանիայի ամենաբարձր երկրաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանել են շենքից, հայտնել են լրատվամիջոցները։ Շինության բարձրությունը մոտ 248 մետր է։ Կրակը բռնկվել է 25-րդ հարկի էլեկտրատեխնիկական սպասարկման սենյակում տեղի ունեցած պայթյունից հետո։ Զոհեր եւ լուրջ վնասվածքներ ստացածներ չկան։ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոն այլևս Թակտի տիտղոսին արժանանալու իր վերջին հնարավորությունն է։